Բարև ձեզ, եթերում օրակարգ հաղորդաշարն է եւ ես Միրան Հակոբյանը։ Այսօր զրուցելու ենք սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գալստյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Գալստյան, վերջին ձեր հանրահավաքի ժամանակ հայտարարեցիք, որ ՍԴՀԿ-ն ցանկանում է ստանձնել արհեստակցական կազմակերպությունների գործառույթներ։ Ուր եք հասել։ Իսկապես ճիշտ եք դիտարկել, հիմնական հանրահավաքային, այսպես ասենք, մեսիջը հենց արհեստակցական միությունների հետ կապված է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ես առանձնապես մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ արհեստակցական միությունների դերակատարությունը եզակի բացառություններով գրեթե հավասարեցված է 0-ի։ Այսինքն աշխատողների իրավունքների պաշտպանությունը որպես այդպիսին իսկապես կարելի ասել նաև որ գոյություն չունի։ Հիմա ուր ենք հասել, մենք հայտարարություն տվեցինք եւ դրանից հետո նաև արդեն լրատվամիջոցներով հայտարարություն տվեցինք, որ մեր կենտրոնական գրասենյակում կա փաստաբանների խումբ, որը պատրաստ է ցանկացած աշխատավորի բողոքը քննել եւ եթե այն իսկապես հիմնավորված է, ապա դիմել դատական գործընթացների եւ այստեղ մենք որևիցե բացառություն չենք պատրաստվում անել, այսպես ասեմ, կլինի այդ գործատուն հայտնի թե անհայտ, եթե կա աշխատավորի իրավունքների խախտման խնդիր, ապա միանշանակ դատարան գործը գնալու է։ Հետևում, որ եվրոպական շատ երկրներում, այսպես ասենք արևմուտքում, արհեստակցական կազմակերպությունները շատ զարգացած են, հատկապես արևմտյան Եվրոպայում։ Անընդհատ հետևում են գործադուլներին, անընդհատ տեսնում ենք բողոքի ակցիաների, բայց Հայաստանում երբևիցե, գոնե վերջին տարիներին չեմ հիշում, որպեսզի այդպիսի երևույթներ տեղի ունենան։ Սա ինչ է նշանակում, աշխատողների իրավունքները այստեղ շատ պաշտպանված են, թե ընդհանրապես խողովակներ չկան։ Հատկապես եթե հաշվի ենք առնում, որ խոշոր գոնե պետական ձեռնարկությունները բոլորն էլ ունեն այդ արհեստակցական կազմակերպությունները։ Երանի թե այդպես լիներ, որ բոլոր աշխատավորների իրավունքների պաշտպանված լիներ կամ ընդհանրապես Հայաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանված լինեն։ Ցավոք սրտի մենք այս իրականությունից բավական հեռու ենք այսօր։ Ինչու է արհեստակցական կազմակերպությունների դերակատարությունը իջեցված 0-ի, որովհետև մի քանի օրենսդրական նախաձեռնություններով նախ իրենց գործառույթները որպես այդպեսին բավական իջեցվեցին, այսպես ասեմ, յուրա ոչ մի արհեստակցական կազմակերպություն այսօր հանրահավաք անելու, հենց այնպես որոշելու եւ վաղը գործադուլ անելու իրավունք չունի։ Այդտեղ մի այնպեսի հսկայական պրոցեդուրաներ կան, օրինական դաշտի մասին եմ ես խոսում, օրենքի տարին համապատասխան, որ հարցը եւ գործը գործադուլներին հասնելը ուղղակի բացառվում է, բայց մենք այսօր նաեւ տեսնում ենք, որ կամ բազմաթիվ մեծ հիմնարկությունների աշխատողներ, որոնք ամեն օր կառավարության դիմաց օրինակ բողոքի ակցիաներ են անում։ Կա արդյոք այդտեղ արհեստակցական կազմակերպության դերակատարությունը։ Ես կարծում եմ, որ ոչ, սա ինքնաբուխ, կազմակերպված ակցիաներ են։ Լավ, այդ դեպքում եթե ցանկանում են բողոքի ակցիաներ անում են, բավականին այսպես իրավագիտակցության մակարդակը Հայաստանում բարձրացել է։ Մարդիկ իրենց իրավունքներին տեր են կանգնում, կամ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, աշխատավորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, որն է դրա քաղաքական պահանջմունքը։ Դուք որպես քաղաքական կուսակցություն եք, չէ՞, հայտ ներկայացնում։ Այդ դրա քաղաքական լուծում եք առաջարկում, թե տեսեք, հնչակյան կուսակցությունը սոցիալական արդարության կողմնակից եւ սոցիալական արդարության համար պայքարող քաղաքական կազմակերպություն է, հստակ ձախողվածություն ունեցող քաղաքական կազմակերպություն է եւ մեզ համար աշխատավորների, բանվորների, գյուղացիների իրավունքների պաշտպանությունը մեր գաղափարախոսության հիմնական բացի հայդատից, պահանջատիրության խնդիրներից դրան հետ հավասար քայլում է նաեւ քաղաքացիների սոցիալական արդարության պաշտպանվածության հիմնախնդիրը։ Հիմա ինչու ենք մենք հայտ ներկայացնում, որովհետև այդ կազմակերպությունները այդպես էլ չկայացան Հայաստանում։ Արհեստակցական միությունները մեծամասնությունը որպես կանոն դարձել են ադմինիստրացիայի կցորդ։ Արհեստակցական միությունները չեն իրականացնում են գործառույթները, որոնք իրենք իսկապես պետք է իրականացնեն։ Եթե մենք իսկապես դուք լավ այսպես օրինակ բերեցիք, եթե մենք փորձենք հիմա դիտարկել արևմուտքում, նույն Միացյալ Նահանգներում արհեստակցական կազմակերպությունների դերակատարությունը եւ Հայաստանում արհեստակցական կազմակերպությունների դերակատարությունը, կամ այսպես ասեմ, հետխորհրդային երկրներում արհեստակցական կազմակերպությունների դերակատարությունը, ապա մենք իսկապես զգալիորեն տուժում ենք։ Ես նաեւ ուրիշ բան ասեմ, հնչակյան կուսակցության ավանդույթների բացակայությամբ թե ավանդույթների բացակայություն գոյություն չունի, որտեղ խորհրդային տարիներին արհեստակցական կազմակերպությունները բավական նույն նոմինալ դերակատարություն։
չեմ կարող ասել, որ նոմինալ դերակատարություն ունեին, այնտեղ որոշակի գործառույթներ գոնե իսկապես կատարվում էր, բայց քանի որ պետական գաղափարախոսությունը, այսպես ասենք, հիմնված էր աշխատավորների իրավունքների պաշտպանություն եւ այլն, ապա մի բանվորի, չգիտեմ, դիմումի համաձայն կարող էր գործարանի տնօրեն, օրինակ, լուրջ խնդիրներ ունենալ։ Հիմա պատկերացրեք այսօր, որպեսզի մեր իրականության, այսպես խոշոր, կապիտալիստները, որոնք կան, չեմ ուզում օլիգարխ բառը գործածել չնայած դա իսկապես բավական սազում է, որովհետեւ իրենց աշխատող, դատի տա իրենց 8-ժամյա աշխատանքային գրաֆիկը չպահպանելու համար։ Կամ չգիտեմ 3 ամիս այդ այսպես կոչված վոլունտերական աշխատանքի համար, որը ընդհանրապես օրենքով չի կարգավորվում։ Սա աբսուրդ է, այդպեսի բան գոյություն չունի եւ մեզանում աշխատանքից ազատելը, աշխատանքի ընդունելը սուբյեկտիվ կմահաճույքի հիման վրա հիմնված այսպես մի իրականություն է։ Հիմա մենք փորձելու ենք այստեղ մեր դերակատարություն ունենալ, մենք առաջին քայլը, առաջին հայտը ներկայացրել ենք եւ ես կարծում եմ, որ տեսեք օբյեկտիվորեն դիմացը ամառային արձակուրդների շրջանը եւ ընդհանրապես ոչ միայն քաղաքական դաշտը, ոչ միայն քաղաքական պասիվացում, այլ նաեւ երկրի այսպես առօրյա երոզերը շատ ավելի պասիվանում է։ Ես կարծում եմ, որ սեպտեմբերից հետո մենք շատ ավելի արդյունքների կհասնենք։ Հիմա ասեմ, որ դա մի օրում իրականանալու է, նշանակում է խաբել ինքներս մեզ։ Երբեք դա մի օրում իրականանալու բայց գործընթացի մեջ է։ Շատ լավ, պարոն Գալստյան։ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը վերջերս տեղափոխվեց Հայաստան։ Այդ ինչ կփոխի սա հայաստանյան քաղաքական դաշտում, որը առանց այդ էլ կարծես թե հագեցած է։ Նախ, այո, իսկապես հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը, որ այսպես ասեմ, ցեղասպանության հետևանքով տեղափոխվեց արտասահման, Բեյրութ, Միացյալ Նահանգներ, այսօր կենտրոնական վարչությունը տեղափոխվեց Հայաստան եւ կուսակցության կառավարումը որպես այդպիսին, այսինքն համաշխարհային կառույցների կառավարումը տեղի ունենալու այլևս Հայաստանի Հանրապետությունից։ Եվ սա մեր համագումարի որոշումն է։ Մենք առաջնորդվում ենք մեր համագումարների որոշումներով եւ վերջին համագումարը եւ դրանից առաջ նաեւ 19-րդ եւ 20-րդ համագումարներում նման որոշում կայացվեց եւ կուսակցությունը իր քաղաքական կամքը դրսեւորեց այդ քիչ ճիշտ եմ հասկանում, որ կառավարումը, ընդհանուր վարչությունը տեղափոխվեց Հայաստան, բայց Հայաստանի ներքաղաքական կյանքին այդ վարչությունը այդքան էլ չի խառնվելու, այլ տեղի հնչակյան կառույցն է զբաղվում։ Տեսեք, սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը մի ընտանիք է։ Մի ընտանիք է։ Ընտանիք, որը, չգիտեմ, Արգենտինայից մինչև Հայաստան է, ձգվում։ Աշխարհի տասնյակ երկրներում կա հնչակյան կուսակցության կազմակերպական կառույցներ, մշակութային միություններ, լոբիստական կառույցներ եւ այլն եւ այլն։ Հիմա ես բացարձակապես չէի ցանկանալ տարաձայնել, թե ով պետք է զբաղվի ներքին քաղաքական խնդիրներով։ Մենք մի ընտանիք ենք եւ այդ ընտանիքը իր տրամաբանության մեջ, իր որոշումների հիման վրա շարունակում է քաղաքական գործունեությունը։ Այստեղ տարանջատում արհեստական։ Այսպես մենք Սփյուռքում այսօր գլոբալիզացիայի հետևանքով ունենք տարալուծման մեծ խնդիր, հայապահպանության խնդիր ունենք, եւ Սփյուռքում պետք են կազմակերպիչներ։ Կազմակերպիչների զգալի հատվածը, որ Սփյուռքահայերի գալիս են Հայաստանում զբաղվելու ներքին քաղաքականությամբ Հայաստանի, հիմնականում մերձավոր արևելքի գաղութներից են, այսպես է պատմությունը ցույց տվել փորձը։ Եվ լավ չի լինի, որպեսզի Սփյուռքի կառույցները ավելի շատ հենց տեղում ուշադրություն դարձնեն, ռեսուրսների կառավարման տեսանկյունից զբաղվեն հենց այնտեղի խնդիրներով, որովհետև հայության պահպանման խնդիրը։ Ես հասկացա հարցադրումը իսկապես, այսպես ասեմ, տեղին չէ ինչ առումով, որ նախ եթե խոսում ենք սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անունից, ապա հնչակյան կուսակցության յուրաքանչյուր երկրի կազմակերպությունն ու տեղական ղեկավարությունը։ Եվ այդ տեղական ղեկավարությունն է, որ զբաղվում է ձեր այսպես կոչված, այսպես ասենք հայապահպանման խնդիրներով, բայց բացի հայապահպանման խնդիրներից այնտեղ կան շատ ավելի կարևոր խնդիրներ։ Դա Արցախի միջազգային ճանաչման խնդիրն է, ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրն է, բազմաթիվ եւ բազմապիսի հարցեր կան, որոնք Սփյուռքը այսպես միատար չէ եւ միաշերտ չէ։ Այնտեղ հսկայական խնդիրներ կան։ Միգուցե Հայաստանից դեպի Սփյուռք որ նայում ես ամեն ինչ ավելի գեղեցիկ է թվում, բայց այդպես չէ իրականում եւ հակառակը նույնպես։ Այսինքն մենք միմյանց հետ փոխադարձ աշխատելու խնդիր ունենք։
Հիմա ինչ վերաբերում է այնտեղ մնալուն, հա, որ սփյուռք հայ գոթիչները գալիս են Հայաստան, վերջի վերջո Հայաստանը բոլորի հայրենիքն է, մեկ։ Երկրորդը քաղաքական նպատակահարմարություն։ Դա անվիճելի է, խնդիրը դրա մասին չի։ Ավելացնեմ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կուսակցությունները եւ իմ մասնավորի հնչակյան կուսակցություն դրսում միայն հայապահպանության խնդիրներով չի զբաղվում։ Բայց մենք ունենք այդ խնդիրը այսօր։ Գիտեք, դա տրամաբանական մեծ դերակատարություն ունեն։ Տրամաբանական, այսպես ասեմ, բնականon խնդիրներ են, որ չեն կարող չլինել։ Հիմա դուք ինչպես եք պատկերացնում, որ 4-րդ սերնդի Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայը ունենա նույն այսպես ասենք, հա, լեզվամտածողությունը, ինչպես որ ունի, ասենք, մի տարի առաջ Հայաստանից գնացածը։ Ես ձեզ ավելին ասեմ, ավանդական սփյուռքը շատ ավելի կազմակերպված է հայապահպանության առումով, քան թե վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած նոր արտագաղթած մեր հայրենակիցները, որոնք տարբեր խնդիրների պատճառով իրենց հարցը գտնում են։ Սփյուռքի մենք տեսել ենք, որ հիմնականում հա արևմտյան սփյուռքի մասին է խոսքը եւ մերձավոր արևելքում ավանդական կուսակցությունները, այդ թվում նաեւ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը մեծ դերակատարություն են ունեցել Սփյուռքում, այսպես հայկական գաղութների կառավարման, համախմբման, հայապահպանության, ընդհանրապես այդ հա մենեջմենտի գործում։ Ժամանակը չէ, որպեսզի ընդհանուր առմամբ մեկ համահայկական կառույցի մասին սկսենք մտածել։ Մեր փորձագետները, օրինակ վերջերս Նորավան գիտակրթական հիմնադրամի փորձագետներից մեկը նշում էր, որ Սփյուռքի հայության այսպես կառավարելու համար, լավ իմաստով կառավարելու, հա, համախմբելու, այսպես ասենք տերմինը, ժամանակն է մտածել մեկ համահայկական կառույցի մասին, որը իր բջիջները կունենա տարբեր տեղերում եւ այս ազգային, պետական, համընդգրկուն հարցերը կարողանա առաջ տանել։ Այստեղ երկու ասպեկտով ես կփորձեմ դեր հարցը դիտարկել։ Առաջինը Սփյուռքը նորից եմ կրկնում եւ ընդհանրապես, եթե դուք խոսում եք ավանդական կուսակցությունների միացման մասին, ապա միացման չէ։ Կամ մեկ այլ կառույցի, որը կամ մեկ այլ կառույց ստեղծելու մասին եւ այլն, սա նորից եմ ասում, եթե անգամ նման փորձ լինի, դա կլինի շատ արհեստական փորձ, որովհետեւ ինչպես եք պատկերացնում, որ հնչայական կուսակցությունը իր 128 տարվա պատմությամբ, հա, այսպես ասեմ, շատ դժվար է պատկերացնել, դուրս գա իր գաղափարական եզրագծից, որից կոնը մեր կարծիքով երբեք չի շեղվել եւ գնա արհեստական ինչ-որ միությունների ստեղծմանը։ Ինչ վերաբերում է համահայկական խնդիրներին, ապա ես հավաստիացնում եմ, որ բոլոր ավանդական կազմակերպությունները եւ ընդհանրապես խոշոր հայկական կազմակերպությունները մշտապես շատ հարցերում համադրում են իրենց գործողությունները։ Բայց սրան ինստիտուցիոնալ լուծման ժամանակը չէ։ Գիտեք, նման լուծումները շատ ավելի արհեստական, եք Սփյուռքին հանգիստ թողնենք, որովհետեւ Սփյուռքը ունի թե իր խնդիրները, թե խնդիրների լուծման իր տասնյակ տարիների վեր ինստիտուցիոնալ մշակված տարբերակները։ Կարծում եմ, որ այնուամենայնիվ Սփյուռքը շատ, այսպես ասենք, հստակ կատարում է իր քայլերը եւ որի արդյունքը մենք այսօր տեսնում ենք նույն լոբիստական դաշտի աշխատանքով, նույն հայապահպանության հարցերով։ Հիմա ցավոք սրտի նաև պետք է մենք մի բան ընդունենք, որ գլոբալիզացիոն է դարաշրջանում, ուզենք կամ չուզենք, չգիտեմ որքան ժամանակ հետո, բայց մենք ունենալու ենք նաև Սփյուռքում ընդհանրապես հայկականությունը պահպանելու խնդիր։ Հիմա տեսեք Հալեպի պես մայր գաղութի պես, որտեղ Սփյուռքի մայր գաղութ էին անվանում ժամանակին Հալեպը, հսկայական այսպես ազգային կալվածքները, դպրոցները, հա, մշակութային կենտրոնները եւ այլն, այսօր ամբողջովին ավերակների մեջ են գտնվում։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը պետք է նաև այդ առումով բան լինի, այսպես ասենք, պահանջատեր լինի կամ հանձնառու լինի, հա, որ Սփյուռքի հետ կապված կամ Սփյուռքահայության հետ կապված խնդիրներում իր դերակատարություն ունենա, բայց այնուամենայնիվ Սփյուռքը նորից եմ կրկնում, ունի տասնյակ տարիների վեր ցավոք սրտի ցեղասպանության հետևանքով տեղի ունեցած ինստիտուցիոնալ, այսպես կառավարման իր մեթոդները եւ դրանք միշտ արդարացրել են իրեն։ Դրա օրինակն է Հայաստանի Ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծումը 70-ական, 60-ական, 70-ական թվականներին, դրա օրինակն է, բազմաթիվ այդպիսի օրինակներ կան, հա, այն որ աշխարհում վրա այսպես ճանաչվում է հայոց ցեղասպանության, տարբեր երկրներ ճանաչում են հայոց ցեղասպանության փաստը, որ արդեն սկսվել է Արցախի միջազգային ճանաչման գործընթաց, Լուիզիանա եւ Կալիֆոռնիայի Միացյալ Նահանգները, հա, այսպես ասենք, ճանաչեցին Արցախի անկախությունը, սա իսկապես կարևոր էր ընդհանրապես ամերիկյան քաղաքականության մեջ Ղարաբաղի հարցի եւս մեկ քայլ առաջ գնալու առումով եւ այստեղ հնչայական կուսակցությունը իր հսկայական առույցի դերակատարություն ունեցավ իմաստնավորի Լուիզիանայի նահանգում։ Մենք շատ կարճ գովազդային դադարից հետո վերադառնանք մեր օրակարգային խնդիրներին։
Շարունակվում է օրակարգ հաղորդաշարը, հիշեցնեմ, որ մեր հյուրն այսօր սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հայաստանյան վարչության ղեկավար Նարեկ Գալստյանն է։ Պարոն Գալստյան, սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը 128-ամյա պատմությամբ ներկայումս որոշակի ակտիվություն է ցուցաբերում քաղաքական դաշտում, մենք տեսանք, որ հանրահավաք տեղի ունեցավ, բավականին ակտիվություն է ցուցաբերվում եւ ձեր կուսակցությունը խոսում է սահմանադրական բարեփոխումների մասին։ Դուք դիրքորոշում արդեն արտահայտել եք։ Բազմիցս դիրքորոշում արտահայտել ենք, անգամ ես առիթ եմ ունեցել պարոն Հարությունյանի հետ հանդիպել, Գագիկ Հարությունյանի հետ, այսինքն միայն ես չէ, այդպիսի առիթ ստեղծվեց հանդիպելու կուսակցության պատվիրակությամբ, այսպես ասենք, եւ մենք անգամ արդեն իսկ ներկայացրել ենք սահմանադրական բարեփոխումների մեր հայեցակարգը եւ փոփոխությունների մասին մեր դիտարկումները։ Խորհրդարանական կառավարման համակարգը ես դա մասին մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, խորհրդարանական կառավարման համակարգը իր ժողովրդավարության առումով այլընտրանք չունի։ Այսինքն այն մեխանիզմները, որ ունի խորհրդարանական կառավարման համակարգը, իմ կարծիքով, քաղաքագիտական հնչակյան կուսակցության կարծիքով, իմ կարծիքը չէ, հնչակյան կուսակցության կարծիքով, քաղաքագիտական միտքը դեռևս ավելի կատարյալ մոդել, որպես այդպեսին չի ստեղծել։ Հիմա եթե մենք հայեցակարգի մի մասը կա արդեն քննարկումները ընթանում են, ես շուտով նույնիսկ պարոն Հարությունյանի հետ պետք է հանդիպենք եւ ընդհանրապես հանձնաժողովի անդամների հետ պետք է հանդիպենք։ Եթե այնտեղ խոսքը վերաբերում է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն 100% համամասնական ընտրակարգին, ապա բնական է, որ Հնչակյան կուսակցությունը ոչ մի քայլ անգամ իր գաղափարախոսությունից չի շեղվի։ Այստեղ կան արհեստական նաեւ մոտեցումներ, արհեստական հարցադրումներ սահմանադրական բարեփոխումների հետ կապված։ Հիմա որպեսի վերջնական ամբողջացնելուց հետո բնականաբար մեր կարծիքը նաեւ շատ ավելի ամփոփ լրատվամիջոցներով պատշաճ կտանք, բայց կան հարցադրումներ, որոնք մեզ համար արհեստական են, հա, այնտեղ հարցադրումներից մեկը այն է, որ այս փոփոխություններով իշխանությունները ցանկանում են վերարտադրվել։ Օրինակ, հիմա գիտեք ինչ, հիմնական հակափաստարկը դա է, բայց եթե մենք այսօր նորից մասնագիտորեն ես մասնագետ չեմ, բայց սահմանադրագետները թերևս թույլ չեն տա, որպեսզի ես սխալվեմ, եթե ընթերցեն Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը, ապա այնտեղ իշխանությունների վերարտադրության համար նույնպես բավական շատ լավ պայմաններ են ստեղծված։ Խնդիրը ցանկության դաշտում է միայն, այսինքն եթե ցանկացած գործող վարչապետ Հայաստանի Հանրապետությունում, եթե այսօր ունենա խորհրդարանում մեծամասնություն, ապա հավաստիացնում եմ ձեզ, որ ինքը որևիցե խնդիր չի ունենա շարունակելու իր կառավարումը եւ անգամ, այսպես ասենք, անգամ հանրապետության նախագահի տարճակատման մտնելու հանգիստ, որտեղ կառավարության լիազորությունները, վարչապետի լիազորությունները շատ մեծ են այս առումով։ Ուստի հիմա մենք, եթե սա պատմական հնարավորություն է երկրի կառավարման մոդելը փոխելու, երբ որ մենք Հնչակյան կուսակցությունը խոսում է համակարգային փոփոխությունների մասին, ապա համակարգային փոփոխություններ ասելով նաեւ խորհրդարանական կառավարման անցումն է կատարվում եւ սա չի նշանակում, եթե նման խնդիր կա, սա չի նշանակում, որ ինչ խնդիրների պատճառով մենք չպետք է համաձայնվենք։ Բացարձակապես, այո, Հնչակյան կուսակցությունն այսօր ընդդիմություն է, այո, Հնչակյան կուսակցությունն այսօր կողմ է համակարգային փոփոխություններին, բայց եթե կա հնարավորություն համակարգային փոփոխություններ իրականացնել խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու միջոցով, ապա բնական է, որ մենք միայն համաձայն ենք դրան։ 100-ամյա միջոցառումները 100-րդ տարելիցի ցեղասպանության երբ տեղի ունեցան, ավանդական կուսակցությունները, այդ թվում նաև ՍԴՀԿ-ն մեծ մասնակցություն ունեցավ Հայաստանում եւ Սփյուռքում։ Ձեր կուսակցության մոտեցումները այս 100-ամյա տարելիցի միջոցառումներից հետո պահպանվել են, թե փոխվել են որոշակիորեն։ Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մարտավարական խնդիրների մասին է խոսքը։ Հասկանում եմ։ Տեսեք, նախ ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, դեռ եթե չեմ սխալվում, արժևում կա նաև որոշակի միջոցառում, բայց հիմնական մասը բոլորս էլ հասկանում ենք, որ մինչև ապրիլ 24 եւ ապրիլ 24-ը ներառյալ։ Իհարկե, մենք նաև որոշակի անկեղծ ունենք։ Մենք ունենք որոշակի եւ չեմ խոսում Հնչակյան կուսակցության մասին, ես խոսում եմ ընդհանրապես հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության նաև մոտեցման վերաիմաստավորման առումով, որովհետեւ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մեծ հաշվով մասնակիորեն, բայց ավարտվել է։ Ուզենք կամ չուզենք։ Երբ որ Վատիկանում Հռոմի Պապը բարձրաձայնում է ցեղասպանության մասին, երբ որ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները գալիս են եւ ծաղկեպսակ են դնում Ծիծեռնակաբերդում, մենք չպետք է միայն պայմանավորվենք դա Միացյալ Նահանգների նախագահի շուրթերից հնչող այդ մեծ եղերն կամ Armenian genocide կամ չգիտեմ որոշակի բառերից։ Սա այս քայլը, այո, հաջորդ քայլը պահանջատիրության խնդիրն է։
եկեք բառերից չխուսափենք, հա։ Մենք պահանջատիրության խնդիր ունենք։ Այստեղ արդեն պետք չի միայն դիտարկել հնչակյան կուսակցության առումով։ Այստեղ պետք է նախ ես կարծում եմ, որ որոշակի հավաքական կարծիք էս խնդրի վերաբերյալ, թե մենք ինչ օրինակ հիմա մեծի տանեն կիլիկը կաթողիկոսությունն է արամ առաջին վերապարի գլխավորությամբ, այո, պահանջում է ցիսի կաթողիկոսային, ընդհանրապես Արևմտյան Հայաստանում եկեղեցիները։ Դատական գործընթաց է տեղի ունենում։ Հատվածակ լավ քայլ է, չեմ կարող ասել որ վատ քայլ է, բայց հատվածական քայլ է, չէ՞։ Այսինքն դրա հաջորդը ինչն է լինելու, հաջորդը ինչն է լինելու։ Մենք ունենք ռազմավարություն այդ առումով, թե ոչ։ Լինենք անկեղծ, մենք այսօր այդ ռազմավարությունը չունենք եւ այդ ռազմավարության մշակման խնդիրը կա, որովհետեւ մի ամբողջ ժողովրդի երբ որ հայրենազուրկ են արել, մենք պետք է նաեւ հասկանանք, մենք ինչ ենք պահանջում, մենք արյան բան գինն ենք պահանջում, հա, մենք հողերն ենք պահանջում, մենք եկեղեցիներն ենք պահանջում, ինչ ենք քաղաքական ուժերի հետ քննարկումներ անցկացնել այդ թեմայով։ Տեսեք, նախ ես կարծում եմ, որ հնչակյան կուսակցությունը ինքը մենք որպես ավանդական եւ հայ իրականության առաջին քաղաքական կազմակերպություն պետք է կարող ինքներս պետք է այս խնդիրները մեր մեջ մշակենք եւ այդ գործընթացը տեղի ունենում է այս պահին։ Երբ որ մենք այս գործընթացը ամբողջացնենք, կարծում եմ, որ նաեւ նմանատիպ այլ այսպես հանդիպումները առաջարկել կլինեն ուրիշ քաղաքական կազմակերպությունների, բայց այստեղ լրջագույն դերակատարություն ունի նաեւ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն։ Պետք չի միայն ավանդական, որտեղ ցեղասպանության խնդիրը միայն ավանդական կուսակցությունների խնդիրը չէ։ Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հատուցման խնդիրը միայն հնչակյան կուսակցությանը կա չէ կամ այլ քաղաքական կազմակերպությունները։ Սա համահայկական խնդիր է, որովհետև այնպես չի որ սպանում էին հնչակյան կամ, չգիտեմ, հանրապետական լինելու համար։ Պարոն Գալստյան, ես հիմա մի հարց եմ ուզում բարձրացնել, որը շատ սիրում եմ միշտ ավանդական կուսակցության ներկայացուցիչներին տալ եւ կարծում եմ մեր հեռուստադիտողներին էլ դա կհետաքրքրի, այ։ Տեսեք, Հայ հեղափոխական դաշնակցությունը, սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, սոցիալիստական ուղղվածության կուսակցություններ են։ Այս ձեր կառույցները արտասահմանյան հիմնականում, հա, որոնք գործում են Մերձավոր Արևելքում եւ Արևմուտքում, հա, այդ երկրներում։ Գործում եք կապիտալիստական երկրներում, բավականին հաջողակ մարդիկ են ձեր կուսակցության անդամները, համարյա թե չեք խառնվում ներքաղաքական այսպես անցուդարձին, սակայն ուզում եք Հայաստանում քաղաքական գործընթացներով այսպես սոցիալիզմ կառուցել։ Սոցիալիզմը Հայաստանում ապագա ունի։ Տեսեք, ձեր հարցադրման մեջ որոշակի արհեստական երանգ կա, որովհետև սոցիալիզմ կառուցել ասելով մարդիկ անմիջապես կհիշեն խորհրդային տարիների հասնում է։ Կոմունիզմը սոցիալիզմի ավելի ռադիկալ տարբերակն է, եթե այսպես ասենք։ Հիմա եւ այդ առումով սոցիալիզմ բառից, հա, շատ-շատերը անմիջապես սկսում են վերհիշել խորհրդային։ Հիմա նախ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ընկերվարական, այսինքն սոցիալական արդարության կողմնակից քաղաքական կազմակերպություն է։ Կա աշխարհում որևիցե ուժ, որ դեմ պետք է լինի սոցիալական արդարության կառուցմանը, սոցիալական արդարության հասարակական կառուցմանը, մեկնարկային հավասար հնարավորություններին, չգիտեմ, անվճար բուժօգնությանը, անվճար կրթությանը, կարող է կա մեկը, որ կարող է դրա մասին դեմ լինել, եւ որ պետությունը պատասխանատու իր քաղաքացիների համար, որ պետությունը դա սովորական քաղաքացիների կողմից կառավարվող ներողություն գաղափարախոսություններից է ստեղծված։ Հիմա ես շարունակեմ, ես ձեր հարցադրմանը վերադառնամ։ Ես ցանկանում եմ ապագան հասկանալ։ Ես ձեր հարցադրմանը վերադառնամ։ Իսկ ո՞րն է Հայաստանի ապագան։ Տեսնենք, հա, մենք գիտակից մարդիկ ենք, փորձենք հասկանալ, ո՞րն է Հայաստանի ապագան։ Հայաստանի ապագան այն է, որ ամբողջ կապիտալը կենտրոնացած լինի, ասենք, սահմանափակ ընտանիքների ձեռքում եւ մնացած ժողովուրդը ծայրահեղորեն աղքատ լինի։ Սոցիալիզմը այդ է արդարության բայց մենք տեսնում ենք շատ զարգացած երկրների, որոնք ոչ միայն սոցիալիստ չեն, այլ նաեւ այսպես ընդգծված, հա, լիբերալ տնտեսություն են կառուցել, բայց այդ խնդիրները վաղուց կարգավորված են, այսինքն այդ օլիգարխիայի, օլիգոպոլիաների հարցերը այնտեղ չկարգավորված են։ Մեր երկրում, երբ որ մեր երկրում, տեսեք, իհարկե կապ ունի, վերջին մեծ ճգնաժամը որ տեղի ունեցավ 2008-2009 թվականին, երբ որ Ամերիկային փուչիկների պես պայթել բանկերը եւ այլն, արդեն բազմաթիվ միջազգային լրջագույն տնտեսագետներ, քաղաքագետներ եւ ընդհանրապես այսպես մտածող մարդիկ խոսում էին, որ սա լիբերալ կառավարման համակարգի պայթյունն է, բայց սա մի քիչ ավելի մեր հետ կապ չունի, ինչ առումով, որ նախ մենք կարողանանք այս իմ ասած խնդիրները լուծել պետական կառավարման համակարգի միջոցով, պետական մահակի միջոցով,
կարողանանք այս խնդիրները լուծել, կարողանանք որպեսզի երկրում հարուստին հարստացնելու եւ աղքատին ավելի աղքատացնելու գործընթաց տեղի չունենա, ինչը որ մինչեւ այսօր տեղի ունենում, այսինքն բոլոր քաղաքական կուսակցություններն էլ այդ մասին խոսում են Հայաստանում, որ ցանկալի է, որ այդ սոցիալական արդարությունը լինի, մարդիկ բարեկեցիկ լինեն, ոմանք շատ չհարստանան, մյուսներն էլ շատ չաղքատանան։ Բոլոր քաղաքական կուսակցությունները ճիշտ եք ասում, բոլոր քաղաքական կուսակցությունները խոսում են, բայց պատմությունը ցույց է տալիս, որ հենց այդ քաղաքական կուսակցությունները իշխանության գլխին են լինում, խոշոր կուսակցությունների մասին են խոսում։ Ինչպես անել, որպեսզի այդ խնդիրը Հայաստանում գոնե տեսանելի ապագայում մի թեթև լուծվի։ Ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ Սինգապուրում, Լի Կուան Յուի գլխավորությամբ, ինչպես դա տեղի ունեցավ։ Մահակով եւ օրենքով, եթե պետք լինի։ Բայց այդ մահակը չպետք է ուղղված լինի միայն ժողովրդի գլխին, հա։ Մեր մոտ երբ որ մահակ ասում են, անմիջապես հասկանում որ սովորական քաղաքացիներին պետք է ծեծել կամ սովորական քաղաքացիներին ճնշել։ Մահակը պետք է ուղղված լինի մարդկանց նկատմամբ, ովքեր շահագործում են սովորական քաղաքացիներին։ Ես կարծում եմ քաղաքական կամքի արկայության պարագայում այդ խնդիրները իսկապես հնարավոր է լուծել։ Հիմա ինչ վերաբերում է ձեր նախորդ նշած հարցադրմանը, որ ներքին քաղաքականության ուրիշ երկրների չեն խառնում, նախ հավատացեք, որ խառնվում են այնքանով, ինչքանով որ ուժ է ներկայացնում հայությունը որպես այդպեսին տարբեր երկրներում։ Ինչքանով որ ուժ է ներկայացնում, բայց Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր հայի հայրենիքն է եւ Հայաստան յուրաքանչյուր հայ իրավունք ունի ունենալ իր տեսլականը Հայաստանի կառավարման կամ Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Հիմա երբ որ այդ մարդիկ գալիս են Հայաստան, դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մուծում են Հայաստանի Հանրապետությունում հարկեր եւ զբաղվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքականությամբ, ապա իրենք բոլոր օրինական հիմունքներ ունեն խոսելու Հայաստանի կառավարության։ Իրենք այդ Հայաստանի մասն են կազմում։ Եվ դրա հետ միասին, գիտեք, այդ արհեստական բաժանում պետք չի դնել սփյուռքահայ հայաստանցի, հա, որովհետեւ վերջի վերջո Հայաստանի զարգացման ներողություն, Հայաստանի զարգացման գործում ես դեռ հարցադրման մեջ դա նկատեցի, Հայաստանի կառավարման, Հայաստանի գոյատևման գործում, այսպես ասեն, գոյատևում բառը օգտագործելով, յուրաքանչյուր սփյուռքահայ իր փոքրիկ, բայց լուման ունեցել եւ ունենում է։ Եվ որ Հայաստան համայնքային հիմնադրամներն են հա քարոզում ամբողջ աշխարհով մեկ, այն որ տարատեսակ հիմնադրամների եւ օգնություններ են գալիս Հայաստան, այստեղ սփյուռքահայությունը իր դերակատարությունը ունի կամ չունի։ Եթե ունի իր դերակատարությունը, եթե տալիս է իր օգնություն, տրանսֆերները վերջի վերջո Հայաստանի Հանրապետության առյուծի բաժինն է մեր տնտեսության մարդկանց ուտելու, հա, տրանսֆերներն են, այդ մատի հետևը մատի հետևը չպահկվենք, այսպես ասեմ, հա, չպահվենք։ Փաստը որ ես ձեր հետ մի փոքր համաձայն չեմ, բայց փորձենք մեկ այլ հա կարևոր խնդրի անդրադառնալ։ Խորհրդային միության, այսպես սոցիալիստական փորձի տապալումից հետո սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը հնարավորություն ունեցավ վերադառնալու որպես կառույց, հա, Մայր Հայաստան եւ իր գործունեությունը շարունակելու արդեն Մայր Հայաստան։ Այ վերջին 25 տարիների ընթացքում ձեր կուսակցության ամենամեծ ձեռքբերումը ո՞րն եք համարում Հայաստանում։ Տեսեք, սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ընդհանրապես եւ Հայաստանի եւ հայության հետ կապված բոլոր խնդիրներում ունեցել է իր լրջագույն դերակատարությունը սկսած, չգիտեմ, հա 70-ականների զինյալ ազգային ազատագրական պայքարից, օրինակ եմ, չեմ խոսում դրանից ավելի վաղ, վերջացած Արցախյան ազատամարտում իր հնարավոր բոլոր ուժերով ներդրումից, այո, մեր ջոկատների ներդրումից, դրանից հետո դրանից առաջ եւ սպիտակի երկրաշարժի խնդիրներից եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա դուք հարցը ինչպիսին է բանը ամենամեծ ձեռքբերումը, մենք մեզ համար ձեռքբերում կլինի այն, որ մեր ծրագրերն ու գաղափարները իրականանան։ Մնացած բոլորը ածանցյալ են։ Ես հարց ուրիշ ձևակերպեի, իսկ մեր քաղաքական դաշտի ամենամեծ ձեռքբերումը վերջին 25 տարվա ընթացքում, բացի Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումից, որտեղ Արցախի խնդիրը, եթե փորձենք մի կողմ դնել, հա, որտեղ դա ամենամեծ ձեռքբերումն էր Արցախի հաղթանակը, բացի Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումից, մեր երկրի քաղաքական դաշտի մեծագույն ձեռքբերումը ո՞րն է, կա արդյոք ձեռքբերում։ Ես կարծում եմ, որ չկա, որովհետև քաղաքական դաշտի մեծագույն ձեռքբերումը կլինի հանգիստ ընտրությունների անցկացում, հա, սկսած 90-ական թվականներից, սոցիալական բարեկեցիկ եւ պաշտպանված երկրի ստեղծում։ Քանի չկա այս ամեն ինչը, ասել թե հնչակյան կուսակցության ձեռքբերումը ո՞րն է կամ որևիցե այլ քաղաքական կազմակերպության ձեռքբերումը ո՞րն է, նորից ճիշտ չի առնվազն։ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի կարծում եմ վերջին ձեռքբերումը հա 25 տարիների ամենամեծ ձեռքբերումը հենց այն
ներքին կայունությունն է մրցակցային իրավիճակի պահպանմամբ, լավ, վատ, ծայրահեղ թե ոչ ծայրահեղ, որի արդյունքում այսօր մեր սահմանները անառիկ են։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, հուսով եմ մենք դեռ շատ թեմաներ ունենք հետագայում քննարկելու, մեզ ևս կհյուրընկալեք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, վերջին ուղղակի ռեպլիկի կարգով, ընդհանրապես երբ որ մարդ ապրում է եւ ուտելու հացեր ունենում, դա նույնպես մեծագույն ձեռքբերում է, բայց մենք պետք է խոսենք այնպիսի ձեռքբերումների մասին, որոնք մեր երկիրը այսպես շատ արագ քայլերով առաջ են տանում։ Մնացած բոլոր խնդիրները, որոնք որ կան այսօր Հայաստանում, դրանք ձեռքբերում բառը է դրա համար օգտագործելը իմ կարծիքով այդքան ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի հաղթանակն է, այո, միանշանակ։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն այսօր Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ղեկավար Նարեկ Գալստյանն էր։ Շնորհակալություն, կհանդիպենք վաղը Հայլուրի հիմնական թողարկումից անմիջապես հետո։